Ադրբեջանի առաջին տիկին եւ համատեղությամբ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան իր ոչ այնքան երկար կենսագրության ընթացքում արդեն հասցրել է բազմաթիվ նշանակալի պարգևներ ստանալ քրիստոնեական աշխարհի բարձրաստիճան ներկայացուցիչներից։ Ընդ որում ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի գեներալի որդու կինը չի անտեսվել ոչ Վատիկանում, ոչ էլ Մոսկվայում կամ Մինսկում։ 2020 թվականի փետրվարին Մեհրիբան Ալիևան պարգևատրվել է Վատիկանի բարձրագույն պարգևներից մեկով՝ Պիոս 9-րդ պապի շքանշանի մեծ խաչով։ Սա ամենաբարձր ասպետական շքանշանն է, որով պարգևատրվում են պետությունների ղեկավարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները եկեղեցու եւ հասարակության առջև ունեցած յուրահատուկ վաստակի համար։ Իսլամ դավանող Մեհրիբան Ալիևան այս պարգևին արժանացել է Ադրբեջանի եւ Սուրբ Աթոռի միջև մշակութային կապերի զարգացման, ինչպես նաեւ Վատիկանում կրոնական եւ պատմական ժառանգության պահպանման ծրագրին աջակցելու համար։ Սա այն դեպքում, երբ ոչ միայն հայերը, այլև միջազգային կառույցներն էին ահազանգում նախօրեին Նախիջևանում Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի կոթողների ոչնչացման բազմաթիվ փաստերի մասին, որոնցից ամենաակնառուն ճյուղայի տասնյակ հազարավոր խաչքարերի ոչնչացումներ։ Մեհրիբան Ալիևային չանտեսեց նաև ուղղափառ եկեղեցին։ Նրա շքանշանների շարքը մայիսի 3-ին թարմացրեց համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Բաքու կատարած այցի ընթացքում։ Նա Ադրբեջանի առաջին տիկնոջը հանձնեց ռուս ուղղափառ եկեղեցու բարձրագույն պարգևներից մեկը՝ Սուրբ իշխանուհի Օլգայի առաջին աստիճանի շքանշանը։ Շքանշանը շնորհվել է ավանդական արժեքների պահպանման, միջմշակութային եւ միջկրոնական երկխոսության զարգացման, ինչպես նաեւ Ադրբեջանում ռուս ուղղափառ եկեղեցու գործունեությանն աջակցելու համար։ Նույն շքանշանի երկրորդ աստիճանը տիկին Ալիևային շնորհվել էր 2017 թվականին։ Առաջին եւ երկրորդ շքանշանների ստացման միջև ընկած ժամանակահատվածում Ալիևները հասցրել են օկուպացնել Արցախը եւ այնտեղ առնվազն 1 տասնյակ քրիստոնեական նշանավոր եկեղեցիներ ավերել կամ պղծել, որոնց առնվազն մի մեծ մասը հենց իրենք ադրբեջանցիները ավելի վաղ հայտարարել էին ռուսական։ Ադրբեջանի նախագահի առաջին տեղակալն ու կինը, որ համատեղությամբ նաև իշխող Յենի Ադրբեջան կուսակցության փոխնախագահն է ու Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահը, բացի ադրբեջանական բազմաթիվ մեդալներից ու շքանշաններից, պարգևատրվել է նաև Լեհաստանի մեծ կոմանդորական խաչով, Ֆրանսիայի պատվո լեգիոնի շքանշանով, Իտալիայի մեծ խաչի օրդենի կավալերը, Պակիստանի, Վրաստանի, Սերբիայի, Հունգարիայի եւ մի շարք այլ երկրների բարձրագույն շքանշանների ասպետ է։ Դավիթ Գենջոյան, Renews Armenia։